Մարդկային տրամաբանությունը մեզ միշտ սովորեցնում է հետևյալը. ուրախացիր, երբ կյանքում ամեն ինչ լավ է, աղոթիր, երբ տեսակ դժվարությունների առաջ ես կանգնում, գոհացիր եւ շնորհակալություն հայտնիր, երբ որ աղոթքներդ պատասխանվում են, երբ որ փափագներդ իրականանում են։ Սա մարդկային տրամաբանությունն է, սա մարդածին է, բայց ոչ աստվածային։ Աստծո խոսքը այսօր գալիս եւ մեզ հիշեցնում է, որ որպես եկեղեցի, որպես հավաքական մեկ ժողովուրդ, մեկ ընտանիք, ինչ նկարագիր պետք է ունենանք, ինչպես պիտի հիշվենք, ինչպես պիտի այլոց աչքերի մեջ տեսանելի լինի մեր կյանքը, ինչ վկայություն պետք է ունենանք։ Ամենակարճ, բայց ամենախորը պատգամը, որ այսօր ես երբևէ կարդացել եմ Աստվածաշնչում, բայց այսօր ձեզ հետ պիտի բաժնեկցեմ, գալիս է Պողոս առաքյալի առաջին Թեսաղոնիկեցիներին ուղված նամակի 5-րդ գլխի 16-ից 18 համարները։ Հիմա պիտի տեսնենք ինչու համար է կարճ։ Կարճ նախադասություններ, to the point, target line, օգնելու որպեսզի մեր նկարագիրը, մեր ընթացքը, մեր կյանքը հավաքական եւ անհատական Աստծո առջև միշտ ուղիղ լինի։ Լսեցեք Աստծո խոսքը։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք, ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Ամեն։ Շատ պարզ նախադասություններ, շատ պարզ պատվերներ, գործնական հավատքի կյանքը ապրելու համար հստակ ուղղություն, ընթացք, որի մեջ կարող ենք քննել, որի մեջ կարող ենք տեսնել մեր կյանքը անհատապես եւ մեր կյանքը հավաքականորեն, որպես եկեղեցի։ Պողոս առաքյալ կոչ է անում մեզ այս իրականության մեջ ապրելու եւ այս իրականության մեջ ավետարանի ճշմարտությանը կարճած հույսով սպասելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս 3 փոքր պատվիրանները, այս 3 փոքր հորդորները մեր հոգևոր կյանքը ուղղորդող, մեր հոգևոր կյանքի համար ընթացք եւ հուն փորող հարթություններ եւ ուղղություններ են։ Այս 3-ը միասին տալիս են մեր նկարագիրը, ինչպիսին ենք կանչված լինելու Աստծո առաջ։ Մնայուն ուրախություն, ուրախություն, որ գալիս է ոչ թե արտաքին ազդակներից, ուրախություն ոչ թե այն, ինչ որ դրսից է, այլ ուրախություն, որ ներսից է, հոգուց բխող, հոգուց դուրս եկող, եւ սրա աղբյուրը պիտի նայենք ով է։ Անդադար աղոթք։ Մեզանից որ մեկն է անդադար աղոթում։ Շարունակաբար։ Անդադար աղոթք, բառերը միգուցե պիտի ընդհատվեն եւ ընդհատվելու են, բառերը միգուցե լռելու են եւ դադարեցվելու են, բայց կապը Աստծո հետ կանչված ենք մնայուն պահելու։ Գոհություն բոլոր իրավիճակներում, ոչ թե ամեն ինչի համար, եւ շատ հստակ է, կյանքում լինում են պարագաներ ու իրավիճակներ, որ չեն կարող գոհանալ, չեն կարող ուրախ լինել, բայց հստակ է նաև պատվերը, գոհություն ոչ թե բոլոր իրավիճակներում ամեն ինչի համար, այլ ամեն ինչի մեջ, եւ սրա մասին պիտի խոսենք շատ ավելի խորությամբ։ Պողոս այս 3-ը խոսելով եւ միավորելով ցույց է տալիս, թե ինչպես պիտի Աստծո մարդը, հավաքական եկեղեցին, Աստծո կամքը իրականացնի։ Գիտեք, մենք շատ հաճախ որպես հովիվներ այս հարցումն է գալիս մեզ. ինչպես իմանալ Աստծո կամքը։ Աստված իր կամքը, բացարձակ կամքը հայտնել է արդեն Աստծո խոսքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան աշխարհ ուղարկելով, որպեսզի մեղքի հարցը վերջնականապես մեկ անգամ եւ ընդմիշտ լուծվի։ Եվ բոլոր նրանք, ովքեր հավատան, ովքեր իրենց հայացքը ուղեն, ովքեր դեպի Տերը նայեն, հավատքի որպես արձագանք, հավատքի որպես պատասխան, ներում, փրկություն, ողորմություն եւ սեր պիտի վայելեն։
Եվ կյանքում այս ճանապարհի մեջ Աստծո հետ քայլելիս, որպես հավատացյալներ մենք շատ հաճախ հարցնում ենք, ինչպես իմանամ Աստծո կամքը, ինչպես վարվեմ այս կամ այն իրավիճակների մեջ։ Սրանք բնական հարցեր են եւ բնական պատասխաններ ունեն Աստծո խոսքի վրա հիմնված, բայց նաեւ կան հստակ պատասխաններ, որ Աստծո կամքը հայտնի է, հստակ է, պարզ է, այլևս պետք չունենք փնտրելու, պետք է խորությամբ ուսումնասիրել խոսքը եւ հնազանդվել այդ խոսքին։ Որպես քրիստոնյաներ, մեր նկարագիրը կերտվում է այս 3 հորդորները կատարելով եւ սա Աստծո կամքի մեջ է, որովհետեւ հատվածը վերջանում է ասելով, որովհետեւ սա է այս 3-ը միասին ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Աստծո կամքն է, որ մենք միշտ ուրախ լինենք։ Սա գիտեք, երբ է հնարավոր եւ միայն ինչպես է հնարավոր, երբ որ մենք գիտենք ուրախություն պարգևող աղբյուրը ով է եւ այդ աղբյուրին մոտ ենք կանգնում։ Մեր ուրախությունը չենք սահմանափակում տեսանելի, շոշափելի, նյութական բաներով։ Մեր ուրախությունը կապված չի զգացմունքների, առողջական վիճակի, պատասխանված աղոթքների, բռնած գործերի հաջողության հետ։ Մեր ուրախությունը արմատացած է նրա մեջ եւ միմիայն նրա մեջ։ Ճանաչեցիր նրան, ճանաչեցիր նրա սերը, ճանաչեցիր նրա քաղցրությունը, ճանաչեցիր նրան, սիրտդ չի կարող տխրել, սիրտդ չի կարող կենաց աղբյուրի համը առնելուց հետո ընկճվել, նեղվել կամ արտաքուստ ազդակներից ազդվելով ճնշվել եւ հուսահատվել։ Կյանքը պիտի ասեմ սա, կյանքը իր բոլոր դրսևորումներով միշտ չէ որ հաճելի պահեր է տալու, կյանքը իր բոլոր դրսևորումներով ու երանգներով եւ գույներով ունի լավ օրեր եւ վատ օրեր, ունի առողջության եւ հիվանդության բահեր, ունի դժվարություններ եւ ունի հաջողություններ, կյանքը իր բազմապիսի երանգներով անխուսափելի է, բայց Աստծո մարդը այս բոլոր իրավիճակների մեջ գիտի ինչպես ուրախ լինել եւ այդ ուրախությունը ոչ թե անմտություն է, ոչ թե իրականությունը չգնահատել, չտեսնել եւ չքննել իրերն ու իրավիճակները, անտեսել է, այլ այդ բոլորի մեջ գիտակցել, որ Աստված, երկինք ու երկիր արարող Աստված ինձ հետ է եւ իր ներկայությունն է իմ ուրախության աղբյուրը։ Աստված խոստացավ, որ իր ներկայությունը միշտ ու մնայուն մեզ հետ պիտի լինի Տեր Հիսուս Քրիստոսի խոստումով։ Աստված խոստացավ, որ մեր ուրախության աղբյուրը, եթե նա է, նրա մեջ ու նրա միջոցով մենք բավարարում ունենք եւ մեր բոլոր հարցերի մեջ կարող ենք հանդարտ, խաղաղ, հույսով ուրախ լինել։ Քրիստոնեական ուրախությունը 3 աղբյուր ունի եւ այդ 3 աղբյուրներն էլ գալիս են Աստծուց եւ Աստծո խոսքից։ Առաջին ավետարանը, մեզ վստահված, փոխանցված ավետարանը ուրախության ավետիս է եւ Advent season-ի մեջ հիմա երբ որ Christmas-ը պիտի տոնենք, պիտի լսենք սա եւ հաճախակի պիտի լսենք։ Ձեզ ուրախության ավետիս եմ տալիս։ Մեզ վստահված ավետարանը ուրախության ավետիս է, ասում է խոսքը։ Հաջորդ Աստծո Սուրբ Հոգին։ Աստծո Սուրբ Հոգին պետք չէ փնտրել հոգու գերբնական դրսևորումներ մեր կյանքում, որպեսզի հասկանանք, որ այդ հոգին մեր մեջ գործում է թե ոչ։ Աստծուն մոտ կանգնած մարդը, Աստծո հոգով լցված մարդը նաև ունի եւ վայելում է հոգու պարգևը, որ է ուրախություն։ Հոգու պտղի հատկանիշներից մեկն է ուրախությունը եւ չի կարող Աստծո մարդը կյանքի տարբեր իրավիճակներից հարվածներ ստանալով կորցնի իր ուրախությունը, կորցնի իր կապը Աստծո հետ։ Սա անհնար է։ Երրորդ, մեր քրիստոնեական հույսը, հույսով ուրախ եղեք, ասում է խոսքը։ Հույսով ուրախ եղեք, այն հույսը, որ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհել է, այդ հույսի մեջ ամրապնդված մենք կարող ենք դիմակայել, մենք կարող ենք հակադարձել, մենք կարող ենք ապրել մեր կյանքը
Աստծո առաջ ուրախությամբ։ Քրիստոնեական ուրախությունը արմատացած է Աստծո սիրո, Աստծո ներկայության եւ այն խոստումների մեջ, որ Աստծո խոսքը մեզ տալիս է։ Անդադար աղոթեցեք, անդադար աղոթեցեք։ Անդադար աղոթել չի նշանակում ամեն վարքյան բառեր օգտագործել, ամեն վարքյան բերանը շարժել եւ աղոթք բարձրացնել առ Աստված։ Ամեն վարքյան կամ անդադար աղոթքը սրտի, հոգու կապն է, մնայուն հաղորդակցությունն է Աստծո հետ, որ անկարելի է բառերով, անկարելի է, որ իմ փորձառությունս ձերը լինի կամ ձերը իմ փորձառությունը լինի։ Սա կապ է, որ Աստված իր որդու միջոցով շնորհել է, որքան մոտ, որքան մտերիմ, որքան անմիջական, որքան փնտրտուքի մեջ ենք, այդ կապը զորանում է եւ այդ կապի որպես արդյունք մեր հաղորդակցությունը Աստծո հետ ել ավելի ամբողջանում, խորանում եւ ուժեղանում է։ Աստծո խոսքը տարբեր հատվածներում դարձյալ հիշեցնում է այս նույն միտքը։ Ղուկաս ավետարանում ասում է. պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։ Հռոմեացիս նամակի մեջ մշտապես աղոթեցեք։ Եփեսացիս նամակի մեջ ամեն ժամ աղոթեցեք։ Սա մեր հոգևոր հաղորդակցության եւ Աստծո հետ մեր կապը ամրապնդելու միակ կերպն է։ Եվ քրիստոնեական աղոթքի հիմքը հետեւյալ համոզումներն են. Աստված իմ հայրիկն է, Աստված իմ հայրն է։ Դրա համար տերունական աղոթքի մեջ ասում ենք հայր մեր, Աստված իմ հայրն է։ Քրիստոնեական աղոթքի հիմքը նաև ամրապնդվում է հետևյալ խոստումով. նա պատրաստ է բարիք շնորհել իր զավակներին, իր գամքի համաձայն, իր փառքի համար։ Երբ որ խնդրում ենք, երբ որ փնտրում ենք, երբ որ թակում ենք, Աստված խոստում ունի բացելու, շնորհելու, առատապես տալու, իր փառքի ճոխության սեղանից ամեն մեկիս համար բաժին հանելու։ Եվ սրանք հոգևոր օրհնություններ են, որոնց համար մենք կանչված ենք փնտրելու, խնդրելու եւ փափագելու եւ Աստված էլ խոստում ունի, որ պիտի շնորհի եւ տա։ Այս աղոթքի կյանքը եւ ընթացքը գործնական դրսևորում է ունենում նաեւ մեր անհատական աղոթքի կյանքում եւ մեր հավաքական աղոթքի կյանքում։ Աղոթող եկեղեցին եւ միմիայն աղոթող եկեղեցին կարող է Աստծո գործի եւ առաքելության մեջ հնազանդ հավատարիմ կյանք եւ ընթացք ունենալ եւ մեծ հանձնարարականը իրականացնել։ Մենք կանչված ենք լինելու այդ եկեղեցին եւ այդ կապը Աստծո հետ պիտի վեր բարձրացնի մեր հոգին ու մեր գործը եւ մեր առաքելությունը ու մեր ծառայությունը այս շրջանակից ներս։ Ամեն բանում գոհություն հայտնեք։ Որքան հաճախ եմ լսում, որքան հաճախ եմ լսել հավատացյալ քույրերից, եղբայրներից նմանատիպ խոսակցություններ եւ մոտեցում, attitude, որ տեսնում ես, որ Աստծուն սիրող մեկը ինչպես է դժգոհում, ինչպես է բողոքում, ինչպես է նույնիսկ խոսում իր կյանքի եւ իր անցյալի փորձառությունների եւ փորձությունների մասին բացասականորեն։ Եվ սա տեսնում ես ինչպես է նեղացնում իրեն, ճզմում իրեն, փոքրացնում իրեն եւ թույլ չի տալիս, որ գող սիրտը իր մեծությամբ, իր հնարավորությամբ Աստծո առաջ ցոլա, արտահայտվի եւ իր ամբողջ վստահությունը Աստծո վրա հենի։ Գող սիրտ ունենալը մեզանից յուրաքանչյուրի հատկանիշը պետք է լինի եւ կանչված ենք դրա մեջ սովորելու, աճելու։ Գող սիրտ ունեցող քրիստոնյան բավարարված քրիստոնյան է, որ չի փնտրում ավելին, չի փնտրում ուրիշ բաներ։ Եվ սրա համար շատ հստակ բանաձև կա հոգևոր հավատքի կյանքի համար։ Եթե Քրիստոսի կատարած գործը բավարար չէ ինձ համար, ես փնտրելու եմ, ես որոնելու եմ, ես տագավին փնտրտուքների մեջ եմ լինելու։ Իսկ սա մեծ փորձություն է հավատացյալի համար, կասկածի տակ դնելով Աստծո գործը Քրիստոսի միջոցով։ Քրիստոսի մեջ եւ Քրիստոսի միջոցով ամեն բան կատարված է կատարյալ ձևով, ամբողջական ձևով։
Գոհ սիրտ ունեցող մարդը ընկալում է սա, հասկանում է սա, անդրադառնում է եւ իր հույսը, հավատը, իր կյանքը ամեն ինչ հենում Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործի վրա։ Այս ընկալումով եւ այս համոզումով մենք կարող ենք մեր բոլոր վիճակների մեջ նույնիսկ գոհանալ Աստծուց։ Չենք գոհանում վիճակների համար, բայց գիտենք, որ նրա հետ եւ նրա հետ միմիայն կարող ենք բոլոր վիճակների մեջ ունենալ ուժ, զորություն եւ հույս վաղվա օրվա հանդեպ։ Աստված խոստում ունի ամեն բան գործածել բարիքի համար։ Աստված խոստում ունի եւ Հռոմեացիս նամակի մեջ է սա ասվում, որ Աստված խոստում ունի ամեն բան գործածել մեր բարիքի համար, նույնիսկ վատ բաները։ Եվ դրա համար որպես քրիստոնյա մեր կեցվածքը, իրերն ու իրավիճակները քննելիս պիտի կարողանանք տեսնել պատնեշներից այն կողմ Աստծո ձեռքը, Աստծո առաջնորդությունը, Աստծո միջամտությունը։ Եվ այն ինչ որ մեզ համար տեսանելի չէ, չի նշանակում, որ այնտեղ իրերն ու իրավիճակները հսկող Աստված հեռացել է։ Այսօր լսեցինք, եթե Աստծո բացակայությունն ենք զգում, խնդիրը Աստծո մեջ չի, խնդիրը մեր մեջ է, եւ շնորհակալ եմ, որ այս շեշտադրումը արեցիր եղբայրս։ Աստված երբեք եւ ոչ մի պարագայում իրեն հուսացողներին չի լքում, չի մոռանում, չի թողնում։ Եբրայեցիս նամակի մեջ այս խոստումը կա, նա խոստացել է մեզ հետ լինել եւ իր ներկայությունը իմ սիրտս գոհությամբ է լցնում, իմ սիրտս երախտագիտությամբ է լցնում։ Ուրախ լինելը, աղոթքի մեջ մնալը, գոհ սիրտ ունենալը Աստծո կամքն է մեզ համար։ Եկեք հնազանդենք իր կամքին։ Եկեք այս կամքին հնազանդելու մեջ սովորենք ուրախ լինել նեղությունների մեջ։ Սովորենք աղոթել միշտ ու մնայուն եւ մեր կապը Աստծո հետ պահենք անկախ պարագաներից։ Եկեք գոհունակ սիրտ ունենալու այս ընթացքը, այս կյանքը ապրենք եւ օգնենք, խնդրենք, աղաչենք Աստծուն, որ կերտի մեր մեջ այս գոհունակ սիրտը։ Սրանք մեզ պահում են խոնար, սրանք մեզ պահում են հույսով, սրանք մեզ պահում են խաղաղության մեջ, սրանք մեր հավատքի ամենօրյա վկայություններն են։ Ինչպիսին է մեր նկարագիրը Աստծո առաջ, աշխարհի առաջ, մեկս մյուսի առաջ։ Եկեք գոհաբանությամբ եւ այս հոգիով կարողանանք Աստծո առաջ գալ եւ նաեւ մեր երգերով այս խոսքերի եւ այս պատգամների, որ այսօր լսեցինք, այս պատգամների հիման վրա մեր գոհաբանության խոսքը դարձնենք երգ, երգը դարձնենք աղոթք եւ բարձրացնենք առ Աստված միասնաբար։